Բարի լույս, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը ՀԱՏՎ-ի ուղիղ եթերում, մենք ողջունում ենք բոլորին, արևներ, ժպիտներ, Սոնա, Սուրեն ու իհարկե լավ օր բոլորին։ Բարի լույսի էլի Սուրեն, բարի լույսի էլի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ՀԱՏՎ-ի ուղիղ եթերում, այսօր 3 շաբթի է, արդեն մայիսի 6-ն է եւ վերջին անձրևոտ օրն է այս շաբաթ, այնպես որ այսօրն էլ անցկացնում ենք բարձր տրամադրությամբ, վաղը արդեն արևը կապահովի մեր բարձր տրամադրությունը, իսկ մենք ինչպես միշտ ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր եւ շատ հագեցած եթեր։ Այո, Սոնան շատ լավ նշեց այս շաբաթ, այսօր վերջին անձրևոտ օրը, որտեղ հաջորդ շաբաթ երկու օր ավելացավ, այո, անձրևոտ օրը, բայց ինչպես տեսնում ենք, շատ անակնկալային է անձրևը եւ այսպիսի պարզ ու արևոտ եղանակից հետո կտրուկ անցում միանգամից հորդառած անձրևի, բայց սա էլ է պետք, որպեսզի բնությունը կարողանա կանաչել, սնվել եւ այդ ժպիտները փոխանցել մեզ այդ տրամադրությունը, այնպես որ փորձեք ինքներդ ձեր ներսի արևը այդ պահին ավելի թեժացնել, որպեսզի ջերմացնեք ձեր սիրելիներին, իսկ մենք անցնենք պատմության էջերով եւ հասկանանք թե ինչ է եղել այս օրերին։ Այո, 1937 թվականի մայիսի 6-ին Լենինական քաղաքում ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ 1958 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 58-ից 59 թվականներին Կապանի դրամատիկական, 59-ից 67 թվականներին Երևանի Պատանի հանդիսատեսի, 67 թվականից Երևանի դրամատիկական թատրոնների դերասան։ Գուժ Մանուկյանը նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում։ Նա այն եզակի արտիստներից է, ով առաջին իսկ բեմելից գրավել է հանդիսատեսին իր դերասանական խաղով, արժանանալով բարձր գնահատանքի։ Թատրոնում, կինոյում եւ հեռուստաէկրանին կերտած կերպարները առանձնանում են իրենց արտահայտչականությամբ, հարստացնում են մեր բեմարվեստի պատմությունը։ Եվ իհարկե Լևոն Ղոզյանն ու իր թիմը Two Ceylon հաղթել են ֆրանսիական 14-րդ The Voice-ում։ Նախագծի պատմության ընթացքում առաջին անգամ հաղթեց ոչ թե անհատ կատարող, այլ խումբ։ Եզրափակչում Two Ceylon-ի մրցակիցներն են Միքայել Գալոն, Ջինան եւ Մեգան Լևոնն ու ընկերները ելույթ ունեցան հյուրարտիստի եւ իրենց մարզչի հետ։ Լարա Ֆաբյանի հետ կատարեցին Թոմասո Ալբիոնի Ադաջոն, իսկ մարզիչ Ֆլորան Պանի հետ երգեցին հատուկ իրենց համար գրված Lo canto per te ստեղծագործությունը, ապա առանձին կատարեցին Un Femme, այս երգը օրհներք է հարգանքի տուրք բոլոր կանանց, մեր մայրերին, քույրերին, հայտարարեց Լևոն Ղոզյանը։ Այո։ Pour leur voix qui résonne dans les rues, dans les cours d'école, pour celles qui sombrent, celles qui... Levon, première réaction. Ah, Première réaction. merci. Sébastien. C'est une aventure incroyable du début à la fin. Merci pour tout, vraiment. Il Cello. Merci énormément, merci. Venez à côté avec Florent. La petite photo, s'il vous plaît, messieurs. Regardez, et vous allez remercier évidemment tout le monde. Il Cello. C'est un plébiscite. Բայելեցինք տեսանյութը, իդեպ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը եւս անդրադարձել է Լևոնի թիմի հաղթանակին։ Հայկական ծագումով մարսելցի Լևոնը փայլեց իր բազմակողմանի տաղանդով։ Նա The Voice-ի բեմի բարձրացավ Ֆրանս Գալի երգով, Դուդուկի հայկական ավանդական գործիքի նվագակցությամբ, որն անմոռանալի տպավորություն թողեց, ասված է հաղորդագրությունում։ Մենք եւս միանում ենք բոլոր շնորհավորանքներին եւ իհարկե մեծ պատիվ է, որ Մարսելում հայը, մարսելցի հայը Մարսելա հայը, ինչպես են ասում, ֆրանսահայ մեր հայրենակիցը կարողացել է նման հաղթանակի հասնել, իդեպ ուշագրավ է այն, որ պատմության մեջ առաջին անգամ ոչ թե անհատ կատարողն է հաղթում, այլ թիմային հաղթանակ է լինում։
Դե սա շատ կարևոր է, որովհետև թիմային մտածողությունը շատ կարևոր է, հատկապես մեզ համար։ Իդեպ ուզում եմ նշել, որ 3 նաև համացանց, այսինքն 3 չէ, 2 օրը համացանցը ողողված է 2.5 միլիոն բանոց, իհարկե Lady Gaga-ի համերգի այդ թողու բողով ասեմ, որ Lady Gaga-ն սահմանեց ռեկորդ, մինչև այդ ռեկորդը սահմանել էին Madonna-ն եւ Queen-ը, ովքեր հավաքել էին բազմություն այդպիսի մեծ, բայց նա ավելի մեծ բազմություն հավաքեց Copacabana հայտնի լողափում Rio de Janeiro-ի, որտեղ 2.5 միլիոնից եւ ավել մարդ կար հավաքված եւ վայելում են Lady Gaga-ի համերգը։ Համերգն անցել է շքեղագույնս եւ բնականաբար հատուկ հենց Lady Gaga-ին բոլոր լուսային եւ ձայնային էֆեկտներով։ Դե 2.5 միլիոն հավաքվել են Copacabana-ում, ես պատկերացնում թե ինչ խցանումներ են եղել, ամբողջությամբ փակված է եղել փողոցները։ Եվ եթե այդպիսի բազմություն հավաքվեր նաեւ այստեղ Հայաստանի Հանրապետության Lady Gaga-ն որոշել է այստեղ նման համերգ տալ, ես կարծում եմ, որ այս քարտեզը կլիներ ամբողջությամբ կարմիր, որը նշանակում է, որ խցանումներ շատ են, բայց այսօր Lady Gaga-ն համերգ չի տալիս, չնայած առավոտյան արդեն տեսնում ենք վթարներ եւ իհարկե փակ փողոցներ կապված խցանումների հետ։ Ինչպես հասկանում ենք, Կիևյան կամուրջ դեպի բարեկամություն բարձրացող հատվածը երկկողմանի խցանված է, Իսակով պողոտայում կա արդեն վթար եւ կա այնտեղ խցանում, Փոքր կենտրոնում նույնպես կա վթար, Մաշտոց պողոտայում եւ այնտեղ նույնպես խցանում կա։ Այո, երրորդ մաս գնացող հատվածում նույնպես կա վթար եւ այստեղ նույնպես խցանում կա արդեն երկկողմանի, ինչ որ առավոտյան այսօր խցանումները եւ վթարները չափից ավել են։ Եվս մեկ վթար կա Եվս մեկ վթար կար, չէ, կա, եվս վթար կար Աճարյան փողոցում դեպի Միասնիկյան իջնող հատվածում, ավելի շատ Գայի պողոտա եւ Աճարյան խաչմերուկի վրա, որտեղ էլ արդեն գոյացել է բավականին խիտ խցանում եւ իհարկե խցանումներ կան Ազատության պողոտայում, փոքր կենտրոնը ամբողջությամբ խցանված է, Սարալանջը սարսափելի խցանման մեջ է, բոլոր իր լանջերով հանդերձ ուսանողական հատվածը մայրաքաղաքի Արաբկիրի շրջանն էլ, ինչպես տեսնում ենք, բավականին խիտ է խցանումներով, Կոմիտասի պողոտան երկկողմանի դեպի Կոմիտաս գնացող հատվածը, Բաղրամյան իջնողը, Օրբելի եղբայրները այս պայդրությամբ բավականին խցանված են, Եղվարդի խճուղիում նույնպես կա խցանումի, խոսքով քաղաքը նորմալ աշխատանքային վիճակի մեջ է։ Եվ նորմալից շատ խցանված, ես զարմանում եմ այս ամբողջ ընթացքում, ինչպես եմ ես հիմա այստեղ, ոչ թե խցանման մեջ, որովհետև խցանումները ինձնից անպակաս են։ Դե այս ամենը թողնում ենք մի կողմ, հարմար տեղավորվում ենք էկրանների առջև, որովհետև եթերում առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ողջունում ենք մեր շատ սիրելի Ադրինային ու ծանոթանում ենք օրվա Բաղադրատոմսին եւ դրականը ստանում ենք հենց իրենից։ Բարի լույս Ադրինե։ Բարի լույս թանկագին իմ գործընկերներ, բարի առավոտ մեր շատ սիրելի հեռուստադիտողին եւս ողջունում եմ ձեզ, բարի լույս եմ մաղթում, բարի արև եմ մաղթում, բարձր տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին։ Մենք էլ կփորձենք այս 2 ժամը այնպես անել, որ ձեր տրամադրությունը բարձր այսպես էներգիայով լցնենք եւ բարձր տրամադրություն պարգևենք եւ իհարկե օրվա Բաղադրատոմսին անդրադառնանք։ Ինչ ենք պատրաստելու այսօր ուզում եմ պատրաստենք աղցան։ Ինքը շատ իհարկե համեղ է, վիտամիններով էլի հարուստ, բայց նաև շատ վերջում հետաքրքիր տեսք է ստանալու։ Մի քանի գործողություններ կա, որ պետք է փորձենք իրագործել դրանք, բայց ինչ է անհրաժեշտ մեզ այս աղցանը պատրաստելու համար։ Աղցանի հիմքը լինելու է ծովախեց գետնի ձողիկները։ Ահա այստեղ ունենք ծովախեց գետնի ձողիկներ, ունենք այսպեսի թխվածքաբլիթ, որը մի փոքր աղիություն ունի իր մեջ, իմիջիայլոց նշեմ այս թխվածքաբլիթները իրենք հենց նախաճաշի համար նախատեսված կամ որևիցե այսպես նախուտեստ պատրաստելու համար, որևիցե, չգիտեմ, ֆուրշետի տարբերակ պատրաստելու համար շատ հարմար թխվածքաբլիթներ են։ Շատ նուրբ են, շատ բարակ են եւ հատուկ համեմված են։ Ահա, օգտագործելու ենք այս թխվածքաբլիթները։ Կասեմ, թե ինչ պետք է անենք, հետո շարունակենք մեր գործը, ընթացիկ ես ամեն բան կհուշեմ։ Այստեղ ունենք ուրեմն կատնաշորային հալած պանիր եւ ունենք թթվասեր, ունենք սամիտ, վարունգ, մեզ կիտրոն է պետք լինելու եւ այստեղ ունենք կարմիր պոչիկներով սպանախ։ Իհարկե մի փոքր էլ կարակ պետք է օգտագործենք։ Մի քանի գործողություններ կան, որոնք մի քիչ, չգիտեմ, գուցե այսպես
ձեզ թվա թե բարդ է, բայց մինչ այս բոլոր գործողությունները մենք կանենք, մինչ մանրակրկտորեն կբացատրեմ, ես դեռ պետք է խոսքս փոխանցեմ գործընկերներից, դուք չեք փոխում ալիքը, մնում եք մեզ հետ, քիչ հետո կշարունակենք։ Շնորհակալ ենք Ադրինե, այո, քիչ հետո կանդրադառնանք խոհանոցին, այս պայն կարճ դադար կլինի մեր եթերում, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Այսպիսի պայծառ առավոտ ենք մաղթում բոլորին, որպեսզի արևը շողա ձեզ համար եւ իհարկե օրը սկսվի ուրախ ու պայծառ տրամադրությամբ։ Երեկոներ չմոռանանք ավարտել հենց այդ նույն պայծառությամբ եւ ընկերների շրջապատում, ինչու նաեւ մեզ աջակցում է Բրիզը, Ջևանի գինու գործանի կողմից առաջարկվող Բրիզ ռոզե փրփրունգին, հաստատ այսօր կդառնա ձեր լավագույն ընկերը երեկոյան ձեր հավաքույթի ընթացքում։ Իսկ մինչև երեկո իհարկե առավոտյան պետք է կաթնամթերք օգտագործելով սկսել, իսկ անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Եվ այս ամենը վերցեք ձեզ հետ եւ որոշեք մի քանի ժամով գնալ քաղաքից դուրս, վայելել բնությունը, արևը եւ լավ տրամադրությունը։ Իսկ թե որտեղ գնալ, այս հարցում մեզ օգնում է մեր գործընկերը, ուր գնալ Edge-ն է այս պահին մեր եթերում, այնպես որ փորձենք հասկանալ, թե այս օրերին որտեղ կարելի է վայելել բնության հրաշքները։ Բարի լույս Գյումրիից։ Քաղաքը սպառվում է ոչ միայն արվեստների ու արհեստների քաղաք է, այլ նաև շատ լավ քնի։ Իմ պատշգամբը նայում է դեպի Հովհաննես Շիրազ փողոց, մենք 0-ում ենք, որը գտնվում է Ռիշկովի 2 հասցեում։ Այսքան հանգիստ ու մեղմ վաղուց չէի քնել։ 0-ի հյուրատան իմ սենյակում կարծես դու տանը լինես։ Դուրս ես գալիս պատշգամբ, շնչում ես մաքուր օդ, լսում ես քաղաքային մեղմ աղմուկը ու առհասարակ մոռանում ես, որ աշխարհում շտապելու կարիք կա։ Ում եմ խափում, արդեն ուշացել եմ նախաճաշից, իսկ հիմա մենք գնում ենք ճաշի հետևից, որից հետո էլ սկսելու ենք բացահայտել Գյումրին իր փողոցներով, բակերով, դեմքերով։ Մնացեք մեզ հետ, այսօր շատ լավ օր է լինելու։ Ճիշտ է, քնել մնացել եմ, ուշացել եմ, բայց դա ինձ բոլորովին չի խանգարի, որպեսզի ես 0 ռեստորան սրճարանում համեղ սնվեմ։ Միայն տեսքից գեղագիտական հաճույք եմ ստանում եւ վայելելու եմ իմ beef strogano'n, Caprese-ն, Blue Ocean կոկտեյլը եւ իհարկե հյութը, ու ի դեպ ասեմ, որ այստեղ յուրաքանչյուր մարդ իր քիմքին համապատասխան կարող է գալ ու համեղ սնվել ու լավ ժամանակ անցկացնել։ Այնպես որ այցելեք 0 ռեստորան եւ սրճարան։
Զերոն ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի ամենաուրույն ու բովանդակալից վայրերից մեկն է։ Զերոն միանգամից մի քանի աշխարհ է։ Հյուրատուն իր հարմարավետ սենյակներով ու հեքիաթային պատշգամբներով, ռեստորան եւ սրճարան, միջազգային տեղական համերով ու անմահական սուրճով, դե եւ իհարկե պանդոկ իր կոլորիտով ու համ հոտով։ Զերոն մի հիանալի համադրություն է հնի եւ նորի։ Քարե պատեր, ժամանակակից լուծումներ, սա վայր է, որտեղ մի սեղանի շուրջ նստած են Գյումրիի անցյալն ու ներկան, եւ եթե ուզում եք քաղաքը զգալ ոչ միայն քայլելիս, այլ նաեւ նստած, Զերոն հենց այդ տեղն է։ Իսկ եթե շտապում եք, Զերոյում կա արագ սննդի անկյուն, թեթև ու համեղ լուծումներով։ Այո, պետք է իհարկե գտնել ժամանակ եւ անպայման դուրս գալ քաղաքի սահմաններից եւ տեսնել, թե բնությունը ինչպես է ժպտում այս գարնանային արևով ու տրամադրությամբ մեզ։ Այո, իսկ մենք ժպտում եմ շատ սիրելի Ադրինեն, հիմա տեղափոխվում ենք խոհանոց, որպեսզի բաղադրատոմսի ընթացքին ծանոթանանք։ Սիրելի Ադրինե, շնորհակալություն սիրելիներս, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող։ Քիչ առաջ նշեցի, թե ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ աղցան, հետաքրքիր բաղադրիչներով, ծովախեցգետնով, մենք ծովախեցգետնի ձողիկներով աղցան ենք պատրաստելու։ Իմիջիալոց շատ հաճախ ենք մենք բոլորս, ես գիտեմ, հատկապես տոնական սեղաններին փորձում ենք ծովախեցգետնի ձողիկներով աղցաններ պատրաստել, բոլորի սեղաններին էլ լինում է այս տարբերակով, այսինքն այս մթերքով աղցաններ։ Այսօր մի յուրահատուկ տարբերակ եմ առաջարկելու, ավելի շատ միգուցե ոչ թե բաղադրատոմսն է յուրահատուկ, այլ մատուցման ձևն է լինելու յուրահատուկ։ Եթե գիտեք, եթե փորձել եք, շատ ավելի լավ, եթե ոչ, ապա գրի առեք կամ այսպես ինչ որ յուրահատուկ ֆիքսումներ կատարեք, որովհետեւ դուք էլ փորձեք։ Ինչ է մեզ պետք այս աղցանի համար։ Պետք է ծովախեցգետնի ձողիկներ, ուրեմն կատնաշորային հալած պանիր, ունենք թթվասեր, այստեղ ունենք ուրեմն թխվածքաբլիթներ, որի մասին քիչ առաջ խոսեցի։ Հատուկ նախաճաշի համար է նախատեսված կամ որևիցե նախուտեսներ պատրաստելու համար, իմիջիալոց ասեմ սիրելիներս, կարող եք ձեռք բերել եւ այսքան խոսում ենք նախաճաշից, ինչու ոչ։ Հենց այսպես վերցնում եք այս թխվածքաբլիթը, ես այստեղ կարակել ունեմ։ Կարակը տրորում եք այս թխվածքաբլիթի վրա, որևիցե համեղ, չգիտեմ, մի կտոր ինչ որ մի համեղ թեկուզ երշիկի տեսականի, ճիշտ է, շատ չենք այսպես գովերքում, որ երշիկ շատ ճաշակենք, բայց կարելի է, եթե տանը կա, մի կտոր երշիկ դնել վրան ու ճաշակել, շատ համեղ կլինի։ Իսկ եթե ոչ, հենց կարակը քսեք վրան, մեղր լցրեք եւ ճաշակեք, շատ օգտակար, շատ առողջարար եւ շատ հետաքրքիր ու համեղ նախաճաշ կստացվի։ Եվ իհարկե ասեմ, որ այստեղ ունենք կարմիր պոչիկներով սպանաղ, այն մեծ խանութներում վաճառվում է, հանգիստ կարող եք ձեռք բերել։ Ունենք սամիտ, վարունգ եւ կիտրոն։ Անցնենք առաջ։ Հիմա առաջին գործողությունը, որ պետք է անենք։ Սիրելիներս, մենք պետք է այս աղցանի համար հիմք պատրաստենք, այսինքն ինչի վրա, այդ հիմքի վրա մենք պետք է լցնենք մեր աղցանը։ Իսկ հիմքը լինելու է հենց այս թխվածքաբլիթը, որի մասին այսքան խոսում եմ։ Այն հիմա պետք է այսպես կոտրենք, ձեռքերով կկոտրեմ, ես կլցնեմ ամանի մեջ, բայց դեռ այս ամենը մենք պետք է լավ փշրենք։ Իսկ փշրելու համար մեզ պետք է հարիչ։ Ողջույն սիրելի Ադրինե։ Ողջույն գեղեցկույն։ Ինչով օգնեմ քեզ։ Կարող ես ինքդ մասնակցել եւ փշրել։ Ահա։ Տեսնենք թե ինչ կստացվի։ Կփշրենք մեր գործիքով։ Ես իհարկե ձեզ առաջարկում եմ ավելի հարմարավետ մեծ հարիչներ կան, բոլոր տնային տնտեսուհիներն էլ ունեն։ Իմ հարիչը այս պահին լավ չի աշխատում, ես կօգտագործեմ այս մյուս տարբերակը։ Ահա։ Չգիտեմ ինչքանով կստացվի, ես անկեղծ ասում եմ, եթե որևիցե բան այն չլինի, ես ձեզ բացատրությունը կտամ։ Ես կօգտագործեմ այս հարիչը ու տեսնենք թե ինչ է լինելու։ Կփշրեմ ես այս գործիքով
թխվածքաբլիթները եւ այնտեղ կավելացնենք նաեւ մեր սպանախը։ Մենք պետք է այս թխվածքաբլիթին գույն տանք։ Ահա։ Եվ ոչ միայն դա կլինի գունեղ, այլ կլինի նաեւ շատ համեղ եւ օգտակար։ Սպանախի օգտակարության մասին մենք շատ լավ գիտենք։ Իհարկե 90 համարյա 99% պարունակում է հեղուկ, շատ հյութեղ է սպանախը ինքը իր տեսակով, բայց շատ օգտակար է, քանի որ էլի մեծ տոկոսը երկաթ է պարունակում իր մեջ սպանախը, այնպես որ շատ օգտակար է մեր արյան նյութափոխանակության համար ու իմունիտետի համար շատ լավ է, այնպես որ խորհուրդ եմ տալիս այն օգտագործել եւ օգտագործել ամենակարևորը հում վիճակում եւ բաց վիճակումի փոքր այդ վիտամինները հյութի հետ դուրս են գալիս, ինչը այնքան էլ գովելի չի։ Դրա համար այս տարբերակը ընդհանրապես հիանալի է, մենք օգտագործենք հենց այդպես։ Սոն ջան, հիմա ես փորձեմ մի քիչ կաղմկենք, սիրելիներս, բայց դե ինչ արած։ Մենք չէ սարքը։ Այո, մենք չէ սարքը, իհարկե։ Տեսնենք թե ինչ կստացվի։ Օ, այստեղ մենք այսպիսի բաներ է լինում։ Ոչինչ, հետո։ Իհարկե չոր է, որևէ հարց չկա, բայց կարելի է այստեղ լայվ խակի տարբերակ օգտագործել, կարելի է տոպրակով ծածկել ամանի բերանը, այո, իրեն այսպես փորձել որևէ կերպով մտցնել ներս եւ այդպես հանգիստ ուրեմն հա, այստեղ մենք բարդություն ունենք փաստորեն։ Ոչինչ, քիչ հետո ես չեմ ուզի, որ այս տեսարանը, այո, դադարի ընթացքում սա կանենք, ես չեմ ուզի, որ այս ուրեմն ինչ են ասում, ֆերվեր։ Կարծես թե պոպկորն տապակելուց լինենք, որովհետև նույն վիճակն է, ինչ որ թռնում է, բայց ամբողջը կանենք դադարի ընթացքում, հետո ցույց կտանք ընթացքից։ Ես կանեմ այս գործողությունը։ Այո, ներողություն եմ խոսքդ կտրելու համար, կանաչին էլ կխառնենք իր հետ եւ կանենք ու կցուցադրենք մեր հեռուստադիտողին։ Այս պահին կարող ենք իսկական գործողությունը սկսել, այսինքն միջուկը պատրաստել, ինչի մասին ես ասացի, դրա համար մեզ պետք է թափանցիկ խորը տարա։ Եվ իհարկե հենց ձեռքով մենք այսպես կարող ենք բսկտել մեր ծովախեց գետնի ձողիկները։ Դու կարող ես ձեռնոց հագնել, սիրելիս։ Ես հիմա քեզ կտրամադրեմ ձեռնոց, որպեսզի այո, ավելի քեզ համար հարմար լինի։ Ես կարծում եմ այդպես ճիշտ կլինի։ Օй, այստեղ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, համեցեք։ Այո, այսպես։ Պետք է փորձենք բավականին լավ մանրացնել այդ։ Եվ այստեղ պետք է արդեն կտրատենք սամիթը ու ավելացնենք վարունգը, էլի մանր կտրատված, եւ մեր այս կատնամթերքը մի խոսքով շատ հետաքրքիր աղցան է։ Ես գիտեմ, որ շատերն են հատկապես այսպես երիտասարդները ինձ թվում է շատ սիրում են ծովախեցին ձողիկներով աղցաններ, որովհետև շատ հաճախ երբ հարցնում ես օրինակ ինչ աղցան կուտես, ինչ որ մեկին հարցում ես, ասում են պատասխանը լինում է ծովախեց գետնով, այո։ Այո։ Ինչ որ մի բան պատրաստել։ Կարող ենք մենք սա այսպես շարունակել, սիրելի հեռուստադիտողներ, բսկտել եւ այս ընթացքում ունենանք դադար, որից հետո արդեն պատրաստված նաեւ մանրացրած այս մեր չորահացիկները վերադառնանք ու շարունակենք։ Շատ լավ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե ունեք ընտանի կենդանի, որը կարող է զարմացնել կամ ինքներդ ունեք կենդանիների հետ կապված հմտություններ, ապա DogFest փառատոնը ձեր շանսն է դրանք ցուցադրելու։ Մայիսի 11-ին եւ 12-ին Երևանում տեղի կունենա DogFest փառատոնը, որի նպատակն է հասարակության տեղեկացվածության ապահովումը կենդանիների, այդ թվում բարեկեցության կազմակերպությունների, ծառայողական շների եւ կենդանիների փրկարար կազմակերպությունների մասին։ Փառատոնը կներառի նաեւ շների մրցույթներ, ինչպես նաեւ տարբեր զրույցներ եւ սեմինարների միջոցով մասնակիցներին կներկայացվի շների տարբեր ցեղատեսակներին բնորոշ վարքագծերը եւ առանձնահատկությունները։ Եվ այս ամենի մասին արդեն ավելի հանգամանալից կխոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Հայկ Հարությունյանը, DogFest փառատոնի կազմակերպիչ եւ Նարե Արամյան, Propose կազմակերպության ներկայացուցիչ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Ոգևորված։ Շատ լավ, հետաքրքիր իրադարձություն է սպասվում, հա, փառատոն DogFest։ Ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես փառատոնը։
Ուրեմն փառատոնը արդեն երկրորդ անգամ ենք անցկացնելու, կոչվում է Dogfest, բայց իրականում ինքը շատ ավելի համապարփակ է, այսինքն ներառում է ցանկացած կենդանիների եւ մարդու եւ կենդանիների հարաբերությունների հետ կապված այդ ամբողջ դաշտը եւ փառատոնի ընդհանրապես միտքը էր, որ մարդկանց մեր հարությանը ավելի շատ փորձել ներկայացնել, որ կենդանի պահելը շատ դրական է եւ պահելու դեպքում էլ ինչպես է պետք վարվել կենդանիների հետ, ինչ հարաբերություններ է պետք ստեղծել մարդու եւ կենդանու, ինչպես սոցիալիզացնել այդ կենդանիներին, հա, ասենք հանրության մեջ, այդ եթե տենց ընդհանուր, բայց կոնկրետ փառատոնի ընթացքում թե կենդանատերերը, այսպես ասած, թե հետաքրքրվածները, թե այն մարդիկ, որ նույնիսկ վախենում են կենդանի պահելուց եւ նույնիսկ երևի դուք էլ եք ականատես եղել փոքր շնիկից կարող են շատ ուժեղ վախենալ, այսինքն այդ մասնակահարության մեջ փորձենք իրանց ավելի մոտիկից ծանոթացնել դրական կողմերի հետ, բարդությունների հետ, խնամքի հետ կապված եւ այլն։ Ու ըստ դրա համապատասխան մեր մասնակիցներն են լինելու, դրանք տրեյներներ են, հոգեբաններ են, մարդիկ են, որ այդ ոլորտում են եւ պրոֆեսիոնալ են, փորձել են իրանց փորձը կիսել, ու մենք ամենակարևորը մենք։ Հա, եւ նայեք, այնտեղ մենք հարցում ենք նույնիսկ կարը մարդկանց ինչ կարող է հետաքրքիր լինի, բոլորը ուզում են ծանոթանալ իրար հետ, բնականաբար իրանց կենդանիներին ծանոթացնել, հա, ասենք շներին իրար հետ ծանոթացնել, փորձել ինչ-որ փորձ ձեռք բերել, հա, ասենք կիսվել իրար հետ այդ փորձով, ու առհասարակ sense ոլորտային հանդիպում է, դուք տեսել եք երևի շատ այգիներում մի քանի շնատեր իրար հետ կանգնած խոսում են բան, այդ նույն բանն ա լինելու շատ ավելի մեծ, ավելի գունեղ, ավելի խորը ֆորմատով, այսպես ասած, այդ երկու օրը այդպես տոն ալնելու, թե կենդանասերների համար, թե հետաքրքրվողների համար, լինելու են որոշակի սոցիալական ծրագրեր, որոնք մարդկանց, այսինքն բացատրելու են, ցուցադրելու են ինչա նշանակում ընդհանրապես կենդանի ձեռք բերելը, ինչ կարևոր է կենդանի նաև որդեգրելը եւ դրա հետ կապված ամենը ինչ որ կարող է մարդկանց հետաքրքրի բեմից կտեսնեն եւ ոչ միայն իրար հետ շփվելով, ծանոթանալով փորձում ենք այդ կոնտակտը, այսպես ասած, հա, կոնտակտը մարդկանց կապել իրար, առհասարակ ցանկացած փառատոն դա առաջին հերթին կոմունիկացիա է, networking, այսպես ասած, հա, հիմա այդ networking-ը փորձում ենք ապահովել։ Նարեկ ջան, ձեր մասով դուք ավելի մանրամասն ասեք։ Ինձ համար ամենակարևորը 3 առանձին հատվածն են։ Մեկը, որ երեխաներն են շքերթով գալիս են եւ կենդանիների հետ են խաղում եւ այն ամենափոքրիկները ծառատուն կենանում եւ այլն։ Երկրորդը, որ մենք բուսակերական շարժման շրջանակներում ենք մարդկանց փորձում ողջորել, որ Հայաստանն այն հազվագյուտ երկրներից է, որտեղ բուսական սնունդ ուղղակի արտակարգ է եւ պետքա քիչ թե շատ սկսել հրաժարվել կենդանական սննդից, հատկապես ուրիշներին ուտելուց եւ ամենասիրելին բոլորի կողմից դա հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների լուսանկարչական նախագծի շրջանակներն են, որտեղ այդ նույն հայտնիները, ովքեր տարիներ շարունակ եկել են կամ մեր կողքին են եղել եւ փորձել են մասնակցել խնդիրների լուծմանը, կենդանիների նկատմամբ, հատկապես երեխաների հոգատարության արտնացման, իրենք գալիս են մեզ միանում են եւ այդտեղ բոլորը ողջավորված նրանց հետ էլի լուսանկարվում են ձակուկների հետ եւ դա շատ կարևոր է մեզ համար, այդ իսկ պատճառով դուք պարտադիր պետք է անպայման գաք մեզ մոտ եւ լուսանկարվեք եւ շունիկների եւ եթե շատ ցանկություն լինի երեխաների հետ։ Շատ լավ է։ Այդ դուք նշեցիք, որ ամենակարևոր ֆակտորը, որ վախը դեպի շունիկները, հա, կենդանիները, հատկապես շունիկները կարողանում եք այս միջոցով նվազեցնել, եթե ոչ ամբողջությամբ, հա։ Ինչ-որ չափ։ Այո։ Ոնց է այդ process-ն արվում, որովհետև շատ-շատերը կենդանասեր են, բայց մի տեսակ վախ կա ագրեսիվությունից կամ չկարողանալ ամբողջությամբ հոգ տանել, այս սա ոնց է արվում։ Իրականում նայեք, շատ ընտանիքներ կան, որտեղ հիմնականում կենդանի ունենալու ցանկությունը փոքրիկների մոտ է, երեխաների մոտ է, ու երբ որ ինձ շատ ա եղել, զանգել են նաև ընկերներս, ծանոթներս եւ ասել են, վայ, ընենց ենք ուզում մի շունիկ
կամ որդեգրենք կամ ձեռք բերենք, տվյալ պարագայում կարևոր չի, կարևորն է, որ երեխան ուզում է ունենալ կենդանի եւ շատ կարևոր է, որտեվ եթե մենք ընդհանուր նայենք այն հանրությունները, որտեղ կենդանիների հանդեպ լավ վերաբերմունք կա, այդ նշանակում է, որ այդ սերունդը դաստիարակված է խնամքի, հոգատարության, առհասարակ այլ կենդանի էակին հարգելու բանի մեջ, մթնոլորտի մեջ, հա, ասենց ասած, ու այդտեղ ոնց որ տեղի է ունենում այդ կոնտակտը, երեխաները նույնիսկ ծնողներին ձեռքից բռնած բերում են այդ փառատոն, հիացած են այդ շունիկներով, այդ էներգետիկան ամբողջ փոխանցվում է եւ ծնողների սիրտը հիմնականում հալվում է եւ իրանք նույնիսկ եթե միջև այդ չէին ուզում թույլ տային, որ այդ երեխան օրինակ կենդանի բերի առավել եւս օրինակ բնակարանում ապրողների մասին է խոսքը, այդ կոնտակտը տեղի է ունենում, անցյալ փառատոնում մեր մոտ եղել է մոտ մի երևի 10 case, որ տենց այդ տեղի է ունեցել, որում համ որդեգրվել են, համ միգուցե հա պայմանավորվել են, որ այդ ձեռքերից հետագայում ձեռք կբերեն ինչ-որ մի տեղից, ինքը լավ հարթակ է այդ առումով, որտեղ տեսնում են այդ մթնոլորտը ու գիտեք, չգիտեմ ինչքանով է դա դες չեմ կարող առանձնացնել, բայց սովորաբար կենդանի պահող մարդիկ, կենդանու լավ վերաբերվող, իրանք մարդկանց էլ է լավ վերաբերվում ու դա շատ կարևոր դաստիարակչական այսպես պլաստ է, որը կարելի է ուղղակի անձնային աչքով տեսնել։ Այսինքն եթե վերցնենք 100 մարդ, որոնցից պայմանական 50-ը կենդանի են պահում, Այն մյուս 50-ին լավ են վերաբերվում։ Շատ ավելի լավ են, 50-ը կներեք, որտեղ ասում եմ, բայց հա, երբ որ դու կենդանում սիրում ես, դու չես կարող մարդուն չսիրել, ասենց ասեմ, ընդհանուր առմամբ։ Իհարկե ֆանատիզմի մասին չի խոսքը, ֆանատիզմի մասին չի, որտեղ իրանք մեր երկիր մոլորակի անդամ են նույնպես ինչպես մարդիկ։ Կան ֆանատիկներ, որոնք միայն, ասենք, նպատակաուղված իհարկե այդ կենդանիների շահերը նույնիսկ ավելի շատ են, ավելի բարձր են գնահատում, քան մարդկանց, բայց բալանսավորված լավ վերաբերմունքի մասին։ Ամեն ինչը գեղեցիկ է, որ չափի մեջ է։ Չափի մեջ է, իհարկե։ Դուք նշեցիք, որ բացի շներից այլ կենդանիներ եւս փառատոնին կարող են մասնակցել, ինձ հետաքրքիր է։ Կարող են, բայց մի քիչ սահմանափակ է, որովհետեւ հասկանալի պատճառներով, որտեղ 500 շուն կա, եթե մի հատ կատու լինի, պատկերացնում եք, չէ՞, այդ կատվի։ Ես կոկորդիլոս եմ բերելու անպատճառ։ Ինչ որ հա, կոնտեյներներով կամ ասենք թութակներ են լինելու եւ այլն, բայց այնպես որ դա զոոպարկ չի, էլի, ի վերջո պետք է հասկանալ, կենդանաբանական այգի չի, սա ավելի շատ շփման հարթակ է, քան թե կենդանիների ցուցադրություն, այնուամենայնիվ կենդանիների ցուցադրություն հատուկ վարժեցված, հատուկ ունակություններ ունեցող կենդանիների ցուցադրություններ են լինելու, որոնք օգնում են փրկել, ասենք, ինչ-որ կատաստրոֆաների, երկրաշարժների, ասենք, մարդկանց փրկելու համար, այսինքն տրեյնինգ արած շներ են, որ այդ ցուցադրությունները արնելու, դա էլ է շատ կարևոր կամպանիա, որ կենդանիները ծանր պահերին, երբ որ մեծ կատաստրոֆաներ են լինում, միշտ նաև զգում են եւ օգտակար են իրանք արդեն կիրառական առումով վարժեցված են օգնելու համար։ Եվ կատուների մասով այս փոխհարաբերությունը ինձ մի քիչ անհասկանալի է, որովհետև կան օրինակ շներ եւ կատուներ, որ շատ լավ ընկերություն են անում եւ շատ լավ հարաբերություն են, երբ պաշտպանում են եւ այլն։ Եվ կա հայտնի թումանյանական շունն ու կատվի տարբերակը։ Այս մասով գուցե փառատոնը օգնի նաև իրենց փոխհարաբերությունները շտկել։ Բարելավ։ Առանց փառատոնի մեր տանը դա էս արել եմ, իմ երկու կատուն իմ շան հետ շատ լավ հարաբերությունների մեջ։ Դա ի սկզբանե է եղել, թե դուք եք սովորեցրել։ Նույն չափսի են մոտավորապես լուսմինից։ Շունը միշտ զգոն է, որ կատուները շրջապատում են։ Կատուները կարող են նույնիսկ դաստիարակել շանը։ Գիտեմ, դա իմ փորձն է։ Չէ, բայց ուրիշ խնդիր էլ կա այստեղ։ Չէ՞ որ նրանք նաև կրկնօրինակում են եւ հետո փորձում են հասկանալ տերը ում է ավելի շատ սիրում կամ ում է ավելի հոգ տանում եւ եթե դու ճիշտ ես բաշխում, ընկատուները շատ ինքնուրույն են եւ ես ասեր։ Բայց շները խանդոտ են։ Իրականում ես օրինակ իմ կատվին որ սիրում եմ, գալիս եմ ռոթա այսպես դնում ուսիս, ասում եմ ինձ էլ սիրի։ Կենթանական բնազն է։ Գիտեք, նման փառատոները կարծում նաև պիտի շատ օգտակար լինեն խնամքի հետ կապված, որտեղ շատերն ուզում են շուն պահել, գնում են կամ որդեգրում են, ինչպես ասացիք, բերում են մի քանի օր պահում են, հետո արդեն դե լավ շունը ինք իրանք կմեծանա, բայց այդպես չի, հատկապես բնակարանում, երբ որ փակված է լինում, այսինքն շանը փակում են տանը եւ ամբողջ օրը դե պարզ է աշխատում են, այդ շունը կարիքներ ունի, այդ շունը պիտի բնության հետ շփվի եւ ի վերջո նա կենթանի է, այդ կենթանական բնազդը կա։ Ինչպես անել այս դեպքում,
որ այդ հավես կոչվածը չկորի եւ այդ կենթանին չտուժի դրանից։ Այդ հարցերի պատասխանը կստանաք փառատոնի։ Բայց նախնական որպեսզի լինեք պատրաստված եւ ավելի ողջավորված գալու, ինչպես մենք ենք, ասենք որ իրականում տեսեք կյանք գնալով ավելի է բարթանում եւ մարդիկ պետք է հասկանան, որ կենթանիները դա այն կարևորագույն չորքոտանի բարեկամներն են, ովքեր օգնում են հաղթահարել ցավը, կորուստը, դժվար վիճակները, որովհետեւ դա նաեւ ապացուցված է գիտականորեն առողջական նշանակություն ունի։ Կենթանու հետ ամենօրյա շփումը դա բոլորովին այլ հարթություն է, որը միանշանակ մարդուն տալիս է օգուտներ եւ այդ իսկ պատճառով մարդը պետք է կարողանա ճիշտ հոգ տանել։ Եւ հավատացեք, մարդիկ սովորաբար փորձում են, ինչպես ասում են խորհրդային տանին, պլանը գերակատարել, տարբեր ինչ որ մեծ շապավեններ կապել այդ փոքրիկ չորքոտանի փամփլիկների վրա, բայց դա բացարձակ անիմաստ է, որովհետեւ նվազագույն խնամքը այդ կենթանուն արդեն իսկ տալիս է երջանկություն մարդու կողք եւ պետք է ճիշտ իմանալ այդ խնամքի կանոնները եւ շատ կարեւոր է որ մեր բոլոր տաղավարները ունեն այդ ամբողջական աշխատանքը այցելուների հետ եւ բացատրական մի քիչ ուղիչ աշխատանքային եւ խնամքի հստակ կանոնների շրջանակում եւ այն նվազագույն բոլոր տեսակները գործողությունները որ մարդը կարող է եւ պետք է անել կենթանու նկատմամբ։ Դուք ինքներդ մասնակցում եք փառատոնին ձեր կենթանիների հետ թե Ցավոք սրտի կազմակերպչական առումով հնարավորություն չեմ ունենա, որտեղ կենթանում պետք է հետևել միշտ։ Այսինքն չի ստացվի համատեղել։ Բայց բացի մարդ կենթանատեսակներից մենք մեր մյուս բոլոր կենթանատեսակներին կբերենք եւ շատ կարեւոր որ մեր ընկերներն իրենց կենթանիներով կգան, ոչ միայն կլինեն նաեւ անտուն կենթանիներ, հատկապես ձագուկներ, որոնք հենց այդ օրը կորթեգրվեն, ինչպես նախորդ անգամ էր։ Շատ լավ, երեխաների շփումը կենթանիների հետ փոքր հասակից, հա, ինչպես մի քանի խորհուրդ տվեք, ինչպես ճիշտ կազմակերպել, որովհետև երեխան սկզբում շատ է ուզում, բայց հետո հանկարծ շատ բարձր հաճոցից կամ կծելուց հետո երեխայի մոտ կոնկրետ ֆոբիա է առաջանում կենթանու հանդեպ։ Սա ինչպես հաղթահարել կամ ինչ ձև կա։ Երևի մասնագիտական առումով չեմ կարողանա ձեզ լիարժեք պատասխանել, բայց իմ փորձով կարող եմ ուղղակի ասել, որ ամենափոքր ժամանակվանից ես իմ երեխաներին թույլ եմ տվել, երբեք չեմ ասել, որ կենթանին վնաս է, որ կենթանին վատ բառ եմ ասում, հարամահան, ու այդ գաղափարը միջև հիմա մեր մոտ կա հասարակության մեջ, որ կենթանին հարամահա, շատ վատ բառ է, բայց ասենք ինքը կիրառվում է, էլի, գիտակցաբար կարող այդ բառը չեն ասում։ Այսինքն ինքը երեխան ինքնուրույն առանց որևիցե ինչ որ բացատրելու ինքը կենթանու հետ միշտ շատ լավ հարաբերություններ կարող ունենա, որտեղ բնականաբար տեսնում է այդ մռութը, որը նայում է իր վրա, երջանիկ աչքերով, ինքը այսինքն կոնտակտը իրանց մեջ բնական ձևավորվում է, կարևորը ծնողը չխանգարի, ասենց ասեմ, այսինքն միշտ պետք է մինիմալ, հա, ասենք անվտանգության բաները պահել, օրինակ հասարակ սկզբից միանգամից չի կարելի շունիկին մոտիկանալ, սիրել իրան, ձեռքդ ուղղի, թող մի հատ հոտ քաշի, նոր իրան սիրի։ Ամենապրիմիտիվ տարական բանն է, ասենք, որը երեխաներին կարաստած մնացած առումով իրանք շատ լավ լեզու են գտնում, մեր կարիքը հանրապես չունեն, շատ լավ խաղում են։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություն ֆեստին եւ համոզված ենք, որ շատ կենթանասերներ, շատ շունիկներ նաեւ կմասնակցեն այդ կարևոր իրադարձությանը եւ շատ լավ բան եք անում, որովհետեւ մարդուն եւ կենթանուն հա բնության մեջ ներդաշնակ դարձնելու համար նմանատիպ միջոցառումներ շատ պետք են։ Մենք շատ ենք սիրում կենթաներ, բայց կամ վախենում ենք, կամ վախենում ենք պատասխանատվությունից, կամ նրանցից ֆոբիա ունենք, բայց շատ ենք սիրում եւ մի խոսքով, այս բոլոր խնդիրների լուծումները կարծում եմ հենց այս միջոցառումը ընթացքում կարելի է ստանալ։ Շնորհակալություն ձեզ, ուզում եմ նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինին, որպեսզի արդեն կամ նախքան կամ հետո նշեք։ Կկիսենք, հա։ Ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ, որովհետև կենթանիներն իրենց տեսակով արդեն էմոցիա են մարդու համար եւ նրանց էմոցիաներն չեն կարողանում թաքցնել։ Մենք հաճախ ենք թաքցնում մեր էմոցիաները, բայց կենթանին չի թաքցնում իր էմոցիան, եթե սիրում է, ապա դա ցույց է տալիս։ Փորձենք
ենք մենք էլ դա ցույց տալ, հենց բացիկների շնորհիվ նաև եւ կարեւոր խոսքերի, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ հայտնի ֆրազեր են երգերից ընտրված, այնպես որ ծաղիկների կամ նվերների հետ կարող եք նվիրել։ Առաջինը ուր որ գնաս հետդ կգամ, հենց որ կանչես մոտդ կգամ երգից է, երկրորդը ծաղիկներ բերեմ, սիրուն ջան քո ճամփեն զուգեմ, զարդարեմ։ Սա ձեզ նվիրեք ձեզ համար հարազատ մարդկանց եւ ձեզ հաջողություն։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն, ձեզ էլ սպասում ենք փառատոնին։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի ողջույն իմ սիրելի հեռուստադիտողի, սիրելիներս, ինչ արեցինք մինչ այս պահը։ Ես խոստացել էի, որ դադարի ընթացքում կհարեմ, այսինքն հարիչով կմանրացնենք մեր թխվածքաբլիթը եւ սպանախը, ահա, ստացվել է, մեզ մնում է միայն միախառնել, բայց դրա համար մենք պետք է ավելացնենք նաեւ մի փոքր կարակ, իսկ կարակը պետք է հալեցնենք, ահա, այստեղ ես վերցնում եմ մի քիչ կարակ, իմ կաթսան արդեն տաք է, շատ արագ կհավչի, կավելացնենք կարակը մեր այս բաղադրիչների վրա եւ կխառնենք, ահա։ Սուրճան ոնց է։ Համեղ գեղեցիկ գույներով եւ բաղադրիչներով ման է պատրաստում, որ չես կարող պարզապես անտարբեր անցնել։ Այո, Սուրեն ջան, եւ շատ հետաքրքիր է լինելու։ Ես անհամբեր ինքս սպասում եմ ավարտը ներկայացնեմ հեռուստադիտողին, որովհետեւ շատ գեղեցիկ է ստացվել։ Ինչով օգնեմ քեզ։ Դու կարող ես խառնել, ես էլ կարակը, դե որ ուզում ես օգնել։ Լավ ասեցի, կարող ես։ Հիմա տեսնենք, կարող կարող ես։ Ես այսպես զգուշությամբ հալեցնեմ կարակը։ Հիմա այստեղ ինչ է պետք անել, այսինքն պետք է մասան դարձնել։ Այո, պետք է ավելի կպչուն դարձնել, իսկ դրա համար օգնության է հասնելու այս հալչող կարակը, ահա, կհալչի։ Հարցնում ես ուշադիր չեմ, այս դեղին ինչ է։ Թխվածքաբլիթը նախաճաշի համար ուրեմն նախատեսված, ես շատ երկար խոսեցի այդ մասին, մեր հեռուստադիտողին հուշում արեցի, որ հասկանալի է, ես հուշում արեցի, որ կարելի է նաև նախաճաշը այդ տարբերակով այսպես կյանքի կոչել եւ ճաշակել, այնպես ահա հալչես նաև կարակը սիրելիներս։ Ես հենց հիմա կավելացնեմ մեր այս հրաշալի բաղադրիչների, Սուրեն ջան, չէ, դա ինձ պետք է, այո, դու ոչ, հիմա ականատես կլինես, թե սա ոնց է։ Տակրքի իրադարձության։ Իդեպ Ադրինեի մոտ շատ մեծ ցանկություն կա փոքրիկ շունիկ պահելու։ Բացեցին գախնիկը Ադրինե։ Այո, բացենք, ինչ կա։ Այո, ես էլ շատ կուզեի, բայց ես օրինակ շատ եմ սիրում Ջեք Ռասելներին, այդ փոքրիկ Մասկա ֆիլմի շներին, հա։ Շատ եմ սիրում այդ շներին, բայց դե պահելու համար պիտի ժամանակ տրամադրես, ես միշտ դեմ եմ դրան, որ շատ լավ շունիկին բերենք տուն, ինքը իրան կմեծանա, այդպես չի, որտեղ կենթանի նույնպես ունի այդ ուշադրության կարիքը, հետևողականության եւ պետք է շատ ճիշտ հետևել ու նայել ունի իր կարիքները եւ պետք է այդ ամենի մասին հոգ տանը, սա շատ կարեւոր է։ Այո, ասեմ ավելի, նա շատ ավելի շատ կարիք ունի հոգ տանելու, եթե երեխայիդ կարող ես ասել գնա ինչ որ բան վերցրու կեր, շունիկին չես կարող ասել, դու անպայման պետք է ինչ որ բան պատրաստել, հրամցնես իրեն։ Եթե մեծին կարող ես ասել մի քիչ համբերի, իրեն չես կարող ասել։ Այնպես որ շատ մեծ պատ։ Ես գիտես մինչև այսօր ինչու չունեմ շունիկ։ Ինչու։ Որովհետև վախեցել եմ պատասխանատվությունից։ Միշտ վախեցել եմ, որովհետև ժամանակ պիտի լինի շատ, որ տրամադրես, Ադրինե դու հոգ տանես եւ այնպես չլինի, որ երբեմն ես գիտեմ մարդիկ պահել են շունիկ, հետո ասեն, վայ, ես ինչ արեցի, ես ինչու արեցի ու ինչ որ տեղ են իրեն կամ բաց են թողել կամ տվել են ինչ որ մեկին կամ փոխանցել են ինչ-որ, չգիտեմ, այսպեսի բաներ է լինում, ինչից ես շատ վախենում եմ, երբեք չեմ ուզի շունիկ բերեմ, հետո հրաժարվեմ իրենից, այդ երևի դա է ինձ միշտ հետ պահել, չգիտեմ, այո, ժամանակը դեր ունի, հնարավորությունները դեմ ասեմ, որ նաև շատ ծախսատար ուրեմն դա խնամք է պահանջում։ Մենք անպայման իհարկե փորձենք հասկանալ ինչքան մենք ժամանակ ունենք տրամադրելու, բայց այս պահին փոքրիկ դադար պիտի լինի մեր եթերում, որից հետո արդեն վերադառնանք եւ շարունակենք մեր եթերը։ Շատ լավ։ Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է, որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին եւ մոտիվացնենք, որպեսզի գնաք Hill սպորտային համալիր եւ 73 խմբային մարզումներից ընտրեք ձեզ ամենահարմարավետները եւ մարզվեք ու լինեք առողջ։
Այո, շատ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր առավոտ մենք հորդորում ենք, որպեսզի առողջ ապրելակերպը լինի ձեզ համար ամենակարևոր էլեմենտը ձեր կյանքում։ Հետևեք ձեր առողջությանը, մարզվեք, շատ քայլեք, սնվեք ճիշտ եւ փորձեք իհարկե սամանը կազմակերպել մեկ վայրում, այն ինչ որ նշեցի, ավելի պարփակ կոչվում է Hills սպորտային համալիր։ Այնտեղ ոչ միայն մարզվում եք, այնտեղ ոչ միայն լավ ժամանակ եք անցկացնում, այնտեղ նաև կարողանում եք հետևել հենց ձեր կազմվածքին։ Այս ամենի մասին ավելի հանգամանալից հիմա մեր եթերում։ Կրկին բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ։ Ես կրկին գտնվում եմ Hills սպորտային համալիրում, որտեղ բացահայտելու ենք շատ ժամանակակից եւ շատերի համար անփոխարինելի պիլատեսը։ Այս մարզումը կարող է մաքրել ձեր մտքերը եւ ձեզ պատրաստել նոր մարտահրավերների, թե ֆիզիկապես եւ թե հոգեպես։ Պիլատեսը շնչառության վերահսկման բազմաֆունկցիոնալ վարժությունների համակարգ է, նախատեսված ամբողջ մարմնի մկանների մանրակրկիտ աշխատանքի համար, ներառելով նաև որովայնի և մեջքի խորքային մկանները, ինչը կնպաստի ուժեղ ողնաշարի և սլացիկ կեցվածքի ձևավորմանը։ Այս մարզման մեթոդը բարելավում է առողջական վիճակը, կարգավորում է քունը, այն օգնում է ստեղծել գեղեցիկ մարմին առանց ավելորդ ծանրաբեռնվածության։ Երբ մի անգամ փորձում եք պիլատեսը, հավերս սիրահարվում եք այս մարզմանը։ Մի հապաղեք, եկեք Hills սպորտային համալիր ձեր առողջ մարմնի ետևից։ Այո, պետք է հետևել առողջությանը, պարբերաբար իհարկե մարզվել, գնալ Hills սպորտային համալիր, ընտրել ձեզ համար նախատեսված մարզումը եւ ավելի հարմար մարզումը եւ հետևել առողջությանը եւ ապրել առողջ։ Սա շատ կարեւոր է։ Եվ կարևոր է նաեւ առողջ սնունդը, որովհետեւ շատ գեղեցիկ լրացնում է այս ամենին եւ այս առումով իհարկե դիմում ենք եւ անդրադառնում ենք մեր շատ սիրելի Ադրինեին, որովհետեւ ինքը կարծեմ խանութում արդեն ամեն ինչ իր ընթացքի մեջ է գցել։ Սիրելի Ադրինե, շնորհակալ եմ Սոնա ջան, այո, դու իրավացի ես, արդեն ամեն բան իր ընթացքի մեջ է։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստում ենք շատ համեղ աղցան, ինչի համար մեզ պետք է 4 թխված գաբլիտներ, որը հարեցի սպանախով եւ կարագով։ Ահա արդեն շատ լավ հարված տարբերակ է, մենք կպչուն զանգված ենք ստացել։ Այստեղ ընդհանրապես պետք է մի փոքր աղ եւ սև պղպեղ լցնենք ու խառնենք, որպեսզի շատ ավելի համեղ եւ այսպես հաճելի ստացվի եւ չմոռանամ նշել, որ այստեղ մենք կարագել էինք ավելացրել։ Ահա ես հիմա կխառնեմ, հենց ձեռքով էլ կխառնեմ, սիրելիներս, ահա տեսեք որքան գեղեցիկ գույն է ստացվել։ Ամբողջությամբ մեր թխված գաբլիթը ներկեցինք սպանախի կանաչով, ինչը շատ հաճելի գույն դարձավ։ Ահա այսպես, թողնենք մի կողմի վրա։ Այս հարած ուրեմն մանրացրած զանգվածը դառնալու է մեր աղցանի հիմքը։
Եվ այսպես, գնացինք առաջ, այստեղ ունեինք ծովախեցգետնի ձողիկներ, որոնք բզկտեցինք, սամիթ եմ ավելացրել մանրացված և իհարկե վարունգը լավ մանրացրել եմ և ավելացրել եմ։ Հիմա այստեղ պետք է ավելացնենք մեր կատնամթերքը, ունենք թթվասեր, ունենք հալած պանրային կատնաշոր, այս տարբերակը եւս ավելացնում ենք, կարելի է նույնիսկ սոուսը առանձին պատրաստել եւ խառնել մեր բաղադրիչների վրա, ահա, թթվասեր եմ ավելացնում, կատնաշորային հալած պանրի վրա, այստեղ էլի սև եւ ուրեմն սև պղպեղ եւ աղ ենք ավելացնում անպայման, ահա, քանի որ ես ձեռնոցով եմ կարող եմ թույլ տալ ինձ այսպես մանրակրկիտ գործողություններ անել եւ իհարկե ինչպես նշեցի այստեղ ավելացնելու ենք աղ, ահա, սև պղպեղ եւ կիտրոնի հյութ, մի քիչ կիտրոնի հյութ ենք ավելացնելու մեր սոուսի վրա սիրելիներս, ահա, ոչ շատ, մի թեթև, ավելացնում եմ կիտրոնի հյութ, այսպես, խառնենք, լավ խառնելուց հետո իհարկե ավելացնենք մեր բաղադրիչների վրա։ Ուրեմն նորից կրկնեմ, այստեղ ունենք ծովախեցգետնի ձողիկներ բզկտված վիճակում, սամիթ եւ վարունգ, թարմ վարունգ։ Իմիջիայլոց ասեմ սիրելիներս, կարելի է նաեւ թթու վարունգով էլ պատրաստել, ինչու ոչ, թարմ վարունգի փոխարեն թթու տարբերակը, էլի շատ հետաքրքիր եւ համեղ կստացվի։ Օրինակ ձմռանը կարելի է փոխարինել թարմ վարունգը թթվի հետ։ Այսպես, եւ իհարկե կխառնեմ հիմա, շատ լավ կխառնեմ եւ համարենք, որ մեր միջուկն էլ է պատրաստ։ Իհարկե կարելի է համտեսել, որպեսզի հասկանալ աղը, պղպեղը, ամեն բան տեղն է, թե ոչ։ Իմ սիրելի Ադրինե, ողջույն ջան, նորից ես վստահ եմ, որ աղը եւ համեմունքները տեղում են, բայց բույրը իսկապես ամբողջ, այո, տաղավարով տարածվել է։ Այո, ես հուսով եմ, որ համեղ է ստացվել։ Ինչ որ թարմ բույր է, թարմության բույր է տարածվում։ Այո, մեզ դա օգնում է այդ հարցում, կարծում եմ, սամիթը եւ վարունգը։ Այո, գարնան թարմություն է հաղորդում։ Ահա, պատրաստ է մեր միջուկը նաև, հիմա կարող ենք անցնել գլխավոր գործողություններին, մենք պետք է ուրեմն սկսենք հիմքը պատրաստել, ես ձեռքերս մաքրեմ և անցնենք Արի ես սա տեղափոխեմ, որպեսզի ավելի հարմար լինի աշխատել։ Հագուստդ չկեղտոտես և այսպես անցնենք առաջ։ Ամբողջությամբ տեղափոխել։ Եվ այս ընթացքում իհարկե ես նկատեցի, որ Էլոլա ապրանքանիշը այսօր եւս քեզ օգնել է խոհանոցում, սիրելի հեռուստադիտողներ, կաթնամթերք նախընտրելիս անպայման ձեր նախընտրությունը տվեք Էլոլա ապրանքանիշին, որովհետեւ այս կաթնամթերքը անարատ կաթից է պատրաստվում ամբողջ տեսականին, ոչ մի հավելումներ չեն ավելացնում, զգացեք բնական կաթը հենց Էլոլայի հետ միասին, սա իրենց կարգախոսն է, այնպես որ կարող եք ձեռք բերել եւ վայելել, եւ ահա մեր էկրանին տեսնում եք զամբյուղ մի ամբողջ կատնամթերքով եւ պանիրների լայն տեսականիով, որ ամբողջությամբ ներկայացնում է մեր շատ սիրելի Էլոլա ընկերությունը։ Այո, դու շատ ճիշտ ես, կատնամթերքը ինչպես միշտ շատ համեղ է եւ շատ թարմ, այնպես որ այս աղցանը պատրաստելիս հենց գնացեք գնեք Էլոլա ապրանքանիշի այդ համեղ կատնամթերքը։ Սոն ես ուզում եմ անկեղծ ասած փորձել, այո, ես սուսպում եմ ինձ եւ եթե առաջարկը ես ունես, դու եւս կարող ես փորձել։ Սիրով։ Ինձ շատ հետաքրքիր է աղի եւ պղպեղի համադրությունը ինչպես է ստացվել։ Ես էլ կարծում եմ կարծիքը։ Կարծում եմ լավ է։ Այո, քո կարծիքն էլ որ ասես, մենք կհամոզվենք։ Այո, կհամոզվենք։ Մեզ ինչն է պակասում։ Լցրու իմը։ Իսկապես նորմալ է։ Հենց նայ։
Ինձ էլ այդպես թվում, ես կարծում եմ, որ նորմալ է։ Այո, հիմա կարող ենք սկսել մեր աշխատանքը։ Սոն ջան, ափսեն մեր գեղեցիկ ափսեն կարող է ստալ ինձ, եւ մենք սկսենք ձևավորումը, արդեն պետք է ձևավորենք, քանի որ ունենք այսպես պատրաստի այս զանգվածը, խմորային զանգվածը։ Սա մեզ այլևս պետք չէ։ Մենք ձեռքի օգնությամբ, սիրելիներս, այսպես գեղեցիկ փորձենք ուրեմն հիմք ստանալ, թեկուզ լինի այն տձև, ես իհարկե կլոր տարբերակը, քանի որ մեր ափսեն կլոր է, ես իրեն կկլորացնեմ, բայց դուք կարող եք արդեն նույնիսկ հատուկ ֆորմաներ կան, ինչպես տորտերն են պատրաստում, կարելի է այդ տորտերի տարբերակը օղակները դնել եւ պատրաստել, ունենք նաև գոտիով այն հարմարավետ, այո, օղակները, դրանցով էլ կարող եք պատրաստել, դե մենք նախընտրեցինք ամենահեշտ տարբերակը, հենց պարզապես ձեռքով, ահա այսպես ձեռքով ձևավորենք, Իդեպ ես հիշեցնեմ, որ իհարկե յուրաքանչյուր օրվա բաղադրատոմսի հետ կարող եք առանձնացնել Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող անմահական գինիները եւ վայելել ընտանիքի ամբողջ անդամներով, ինչպես նաեւ այս գործանը ներկայանում է իր պահածոների եւ հյութերի լայն տեսականիով, որի շատ փոքր հատվածը հիմա տեսնում եք մեր էկրաններին, որովհետեւ Իջևանի գինու գործան ունի շատ մեծ տեսականի, կարող եք ձեռք բերել եւ ամբողջ տեսականին իհարկե տնական համի ու հոտի մասին են վկայում, փաստում եւ հիշեցնում։ Շատ ճիշտ է եւ այս աղցանի հետ, քանի որ ծովախեցգետնի ծողիկներ կան այս աղցանի մեջ, գինին շատ համահունչ կլինի։ Եղանակին գինին ինչքան համահունչ է։ Կօգնի եղանակային սթրեսը հաղթահարել, սիրելի հեռուստադիտողներ։ Համամիտ եմ։ Ահա, այսպես սիրելիներս։ Այ այսպես կարող եք ուրեմն հարթեցնել այս խմորը, իմիջիալոց ասեմ, սիրելիներս, եթե օգտագործեք այդ օղակները, որի մասին մենք խոսեցինք, այս զանգվածը կարող եք շատ ավելի մեծ չափաբաժնով պատրաստել, որպեսզի ամբողջովին կողքի հատվածները եւս տորտի տեսք տակ եւ այդպես շատ ավելի ճոխ եւ գեղեցիկ կլինի։ Համարյա չիզքեյքի ուրեմն տարբերակի նման է, բայց իհարկե բանջարեղենային տարբերակը շատ հետաքրքիր եւ շատ յուրահատուկ կդարձնի այդ աղցանը, այնպես որ խորհուրդ եմ տալիս։ Ես առաջարկում եմ այսօր մեր աղցանը անվանենք Շրեք, որովհետեւ շատ Շրեկի գույնի է հիմա։ Իսկապես։ Իմիջիալոց շատ մեծ հետել է համահունչ, ունային առնում։ Գարնանային աղցան է, գարնանային, այո։ Շատ համեղ, սիրելի հեռուստադիտողներ։ Եվ իհարկե այս զանգվածը դնում ենք այս խմորիկի վրա, ճաշակելիս բնականաբար ամբողջությամբ ենք ճաշակելու, այնպես կանենք, որ այդ ներքևի հատվածն էլ իհարկե միախառնվի մեր աղցանի հետ, պարզապես մատուցման տարբերակը կլինի այսպիսին։ Կփորձենք բավականին այսպես ճոխ ամբողջությամբ լցնել մեր ուրեմն խմորիկի վրա։ Դե իսկ սիրելի հեռուստադիտողներ, օրվա բաղադրատոմսը թարմության, համեղության, օգտակարության մասին է, այնպես որ անպայման տանը ինքներդ փորձեք պատրաստել եւ հետո իհարկե կիսվեք ձեր տպավորություններով, գրեք մեկնաբանություններ, գրեք Ադրինեին, որովհետեւ ինքը վստահ եմ շատ մեծ սիրով կպատասխանի, եթե դուք հարցեր ունենաք։ Անշուշտ իհարկե մեծ սիրով ես միշտ սպասում եմ, այնպես որ մեր հեռուստադիտողը հանգիստ կարող է կապի դուրս գալ ինձ հետ։ Ես ունեմ հեռուստադիտողներ, որոնք նույնիսկ զանգում են։ Այնպես որ զանգով ենք շփվում նաև։ Այո, ինչու ոչ։ Ինձ շատ հաճելի է, երբ լսում եմ իմ հեռուստադիտողի ձայնը եւ այն ջերմ ու բարի խոսքերը, որ նրանք ինձ ասում են, եւ իմացեք, այո, ես միշտ պատրաստ եմ ձեզ հետ զրուցել, ձեզ բաղադրատոմսերով կիսվել ձեզ հետ, եթե որևիցե բան կա, որ անհասկանալի է կամ բացատրության կարիք կա, ես անպայման այդ մասին ձեզ հետ կզրուցեմ։ Ես կարծում եմ ամեն ինչ այս փուլի համար պատրաստ է եւ հասկանալի, կարող ենք ունենալ կարճատև դաթար։ Այո, սիրելիս, եւ այս ափսեն ցույց տանք եւ դաթար ունենանք։ Այս ափսեն ես իհարկե կթողնեմ ամենավերջում կզարդարենք, սիրելիներս, ինչու չենք օգտագործել այս բոլորը պահել ենք զարդարանքի համար, վերջում միասին կզարդարենք եւ կվայելենք։ Դե ինչ հիմա կլինի կարճատև դաթար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։
Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ունենք երգի ու տեսահոլովակի պրեմիերա։ Այգեպան աղջիկ ներկայացնում է երգիչ Սամսոն Պանյանը։ Սա նրա թվով 9-րդ տեսահոլովակն է։ Եվ իհարկե Սամսոնը մեզ հյուր է, բարի լույս Սամսոն։ Բարի լույս։ Ինչ ես մենակ ուր աղջիկ Այգեպան։ Աշխատանքի երևի։ Աշխատանքի երևի։ Դե խոսենք տեսահոլովակի ձերքից։ Երգը գործիքավորել է Արմեն Զամուկաշվիլին, փնտրում ենք միասին երգ, որը որ նորովի մեկնաբանելու համար շահավետ կլինի։ Պատահաբար մեքենայի մեջ սկսեցի այս երգը երգել, զանգեցի Զամուկին ու հասկացանք, որ այս երգը հենց պետք է անել, որտեվ 6-8 տարբերակ մի քիչ բերել նորովի ներկայացնել։ Զամուկը գործիքավորեց, ձայնագրեց, այնուհետ միքս մաստերինգը Հայկ Նավասարդյանն է կատարել աշխատանքները։ Ու հասկացանք, որ պետք է ունենա տեսահոլովակ։ Տեսահոլովակ դե ձմռանն էր նկարահանումները, արդեն ցուրտ էր փետրվար-հունվար։ Հաստատ Այգեպան աղջիկ ու չէինք ուզի, որ լիներ այգում։ Հասկացանք, որ հենց այս վայրը Մեգերյան կարպետը մեզ ավելի հարմար է, ավելի տեսարանները սիրուն են, ու Վարդանի Գրիգորյան հետ ռեժիսորի միասին ընտրեցինք տեղն ու անցանք աշխատանքի։ Վայել ենք կայո տեսահոլովակը այս պահին Սամսոն Պանյան, Այգեպան աղջիկ։ Խնձոր եմ քաղել, դրել մաղերով, տանեմ յարիս տամ հազար նազերով, խնձոր եմ քաղել, դրել մաղերով, տանեմ յարիս տամ հազար նազերով, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում։ Ամեն առավոտ վարաշալույսին սպասում եմ յարջան քո ճանապարհին, ամեն առավոտ վարաշալույսին սպասում եմ յարջան քո ճանապարհին, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում։ Սիրուն աղջիկ, դու դարդ մի անի, ճամփիդ կարոտեմ, արի շուտարի, այ սիրուն աղջիկ, դու դարդ մի անի, ճամփիդ կարոտեմ, արի շուտարի, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում,
այ գեպան աղջիկ ինչ նազ ես անում Շնորհավորում ենք Սամսոն Ինչքանով արդեն տեսանք եւ իհարկե վայելեցինք երգ, այգեպան աղջիկ արդեն հասանելի է բոլորի համար, երգը նկատի ունեմ եւ հետաքրքիր է, հա, այս աշխատանքները ինչերի հանդիպեցիք ընթացքում, ոնց անցավ, Որքան ժամանակ նկարեցիք Մեկ ամբողջ օր նկարահանումներ է եղել, միջև այդ նախապատրաստական աշխատանքները մի քանի օր տևել են, աղջկա հետ աշխատանքները, հագուստների ընտրությունը կոնկրետ հենց վայրում տեսարանների ընտրությունը, որտեղ ընդ բազմաթիվ են տեսարանները, որ մասում է նկարվելու լոկացիաները, որ մասում է լինելու։ Երևի ընդհանուր մեկ շաբաթվա աշխատանք ենք ունեցել, արդեն դե անցել ենք մոնտաժային աշխատանքներին։ Փառք Աստծո, որ ոչ մի ավելորդ խոչընդոտ չի եղել, հարթ ամեն ինչ գնացել է, երգի նման թեթև։ Շատ լավ, նաև գիտենք, որ Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի տնօրեն եք Սամսոն։ Խոսենք նաև այդ արվեստի դպրոցից, հասկանանք ինչքանով այսօր դպրոցը կարողանում ապահովել իր ուսանողների համար այդ արվեստի բոլոր ճյուղերը։ Իրականում ես 2 տարի այնտեղ տնօրեն եմ, մինչ այդ եղել են փոքր բաժիններ, քիչ քանակով բաժիններ, այսինքն նկարչական բաժին, պարարվեստ, դաշնամուր, կանոն եւ փողային բաժին։ Իսկ հետո ի ուրախություն ինձ քաղաքապետի աջակցությամբ, քանի որ մենք համայնքապետերին ենք, համայնքապետաններին ենք պատկանում, համայնքապետի աջակցությամբ ունեցանք մոտ 10 ավել բաժնի ստեղծում։ Թատերական բաժին բացվեց, նկարչական 6-ից 9 տարեկան բաժինը բացվեց ըստ պետական ուսումնական պլանի, արդեն ազգային երգ, դասական երգեցողություն, կիթառ, երկրորդ կանոնի դասանը, սանթուր, քամանչա, ուդ, Իսկ հետաքրքրությունը երեխաների 170 աշակերտով դպրոցն ընդունել են փետրվար ամսին, փետրվարի կեսերին, արդեն ավարտական դուրս եկողներ միասին, մայիսի վերջին ընդամենը մնացել 140 աշակերտ։ Իսկ 2 սեպտեմբերի երկու ուսումնական տարվա ընտրության արդյունքում այսօր մենք ունենք գրեթե 400 աշակերտ։ Եվ բայց ամենաշատը որ բաժնի նկատմամբ է հետաքրքրությունը։ Թատերական։ Դե դպրոցի նկարչական հիմքի վրա ստեղծված դպրոց է, այս տարի ի դեպ 50-ամյակն ենք նշելու դպրոցի հունիսի 18-ին, նկարչական բաժինն է շատ մեծ, բայց երաժշտական բաժինն էլ շատ է, կիթառն ու դհոլն է չափից դուրս շատ դիվորտները, երեխաները շատ հետաքրքրված են կիթառով, դհոլով, բայց ամեն դեպքում մենք փորձում ենք համոզենք, որ կիթառի եկող երեխան գնա դաշնամուրի Այս տարի համոզել ենք մի երեխա կիթառի հետ համատեղ ուդն է անցնում, որը որ մեզ պետք է հաստատ ազգային նվագարանները այդ տեսակով առաջ տանենք, այսինքն ուսուցիչը աշխատում է եւ կիթառը եւ ուդը համոզելով երեխային, որ բայց ուդը ավելի լավ հաստացում, ավելի շատ սիրեց երեխան, իշահ մեզ այս դեպքում։ Մեծ աշխատանքներ ունենք արած, հիմնականում կապը մայրաքաղաքի հետ է, այսօր հուշագրեր ունենք Շառլ Ազնավուրի անվան մշակույթի արվեստի պետական քոլեջի հետ, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի հետ, Հանոս Տեր-Լեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի հետ, Քոչարի թանգարանի հետ, Ծաղկաձորի Օրբելիների եղբայրների թանգարանի հետ ունենք, պարբերաբար ունեն մենք ցուցահանդեսներ, մեծ աշխատանքներ, մայիսի 24-ին Նարեկացի արվեստի միությունում կունենանք մեծ ցուցահանդեսի բացում, Շառլ Ազնավուրի անվան քոլեջում ունենք ամսվա վերջին նորից ցուցահանդեսի բացում եւ երաժշտական մասի ներկայացում ուսանողների համար։ Բավականին բուռն աշխատում ենք, պարբերաբար հյուրեր ենք ընդունում դպրոց մայրաքաղաքից նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ։ Դասախոսական կազմում։ Երևանից էլ ունենք ուսուցիչներ, որոնք որ աշխատում են, Սևանից ունենք, Չարենցավանից ունենք, դե տեղից Հրազդանից ունենք ուսուցիչներ, որտեղից որ հնարավոր է, այսպես ասած տանում եմ, որովհետեւ լավ կադրերը համալրեն դպրոցը ու լավ սերունդ ունենանք։ Իսկ երեխաները միայն Հրազդանից են, թե Հրազդանից եւ տարածաշրջանից է, դե Հրազդան ասված արդեն խոշորացված համայնք է գյուղերն էլ հետը, նաեւ ունենք մոտ Սևանի գյուղերից։ Աշակերտներ, որոնք որ սիրով հաճախում են, սովորում են, իսկապես այսօր մենք ունենք այդ արվեստի պակասը մեր սերունդի մեջ, որով պետք է յուրաքանչյուրս մեր տեղում պետք է լրացնենք, որտեղ արվեստն է կրթում իրական սերունդը։ Իսկ ինչ նորություններ ունեք դուք այս երգից հետո արդեն։
Իրականում Սուրեն ջան, երկու երգ արդեն ձայնագրվել է, մեկը հենց ինձ համար գրված Գրիգոր Բանանցն է գրել էլի ակտիվ պարային երգ է, մյուսը Շարանա ազգային երգերից հավաքված, արդեն ձայնագրությունները կա, երկուսն էլ հուսով ենք շուտով կանցնենք տեսահոլովակի նկարահանումներին։ Իրականում դպրոցի հետ կապված 1 տարի մեկ երգից բացի ոչինչ չեմ հասցրել անեմ, որտեղ դպրոցում շենքային պայմաններից սկսած ամեն ինչ, ոնց որ sense ասած, ես էլ սիրում եմ աշխատել անել, իմ վրա վերցրած մեր տնտեսվարի հետ, որ սվաղ էինք անում ներկում, հարդարում, դպրոցը պատշաճ տեսքի բերում, որպեսզի ընդունելությունները նորմալ կազմակերպեինք։ Այդ պատճառով նույնիսկ ամառային արձակուրդ չեմ գնացել, աշխատել ենք դպրոցում շինարարական ոլորտում։ Հիմա sense բուրըն արդեն դպրոցը ոնց որ ասում են արդեն ռելսերի վրա դրած է իր հունով աշխատանքը գնում է։ Հիմա փորձեմ նաև իմ կարիերայով զբաղվեմ։ Իսկ դպրոցում համերգներ երեխաների ավարտական Պարբերաբար համերգներ լինում են, նաև մենք ես 2 տարին էլ արդեն անմիջ կազմակերպել եմ հանրակրթական դպրոցներում հանդիպումներ աշակերտների հետ։ Մեր աշակերտները առաջին տարին դահլիճներում ունեցան համերգներ դպրոցի աշակերտների համար, իսկ երկրորդ տարին արդեն բովանդակությունը փոխեցինք, երաժշտական դասամիջոցներ էինք կազմակերպում, այսինքն յուրաքանչյուր միջանցքում ամեն դասամիջոցին մի նվագարան նվագում էր երեխաների համար։ Իրականում դա շատ հետաքրքիր էր երեխաների համար, որ դուրս են գալի այդ աղմկել վազելու փոխարեն ու հանդիպում են դպրոցի միջանցքում իրանց հասակակից մի երեխայի, որը որ նստած նվագում է օրինակ Սանթուր կամ Դուդուկ, հաստատ իրենք էլ են ոգևորվում ու շատ հենց դա եղավ այդ թվի հետ կապված աճը, իհարկե դա նախորդ մտածված բան էր, որ ինչ պետք է անենք, որ դպրոցի հանդեպ հետաքրքրությունը աճի ու աշխատեց դա։ Կարծում եմ շարունակական կլինի ու նաև հենց Երևանում ունենում ենք պարբերաբար այցեր, տարբեր տեղեր, համերգներ, աշակերտները նույն թանգարաններում, թանգարանային օրերին է լինում համերգներ, դպրոցում է պարբերաբար լինում համերգներ, դե գրեթե ամեն շաբաթ ունենում ենք կարևոր հյուր, հաստատ հյուրի համար էլ փոքրիկ միջոցառում էլի կազմակերպվում է, որպեսզի հյուրը ականատես լինի դպրոցի ռեսուրսին։ Իսկ ինչպես անել, որ այս հետաքրքրությունը ավելի շատանա։ Այ դուք արդեն որոշակի միջոցառումներ ձեռնարկում եք, իսկ ինչ անել, որ ավելի հանրայնացնել այս ամենը։ Կարծում եմ, այս պահին մեր դպրոցը Հրազդանում շատ հանրայնացված է։ Հիմա բավականին մեծ ծրագրեր ունենք Շարլ Ազնավուրի անվան քոլեջի հետ։ Շատ չեմ ուզի շակերտները բացեմ, բայց մեկը կասեմ, Շարլ Ազնավուր 100 ծրագրի մեջ ներառված ենք, որտեղ որ երեխաները պետք է նկարեն Շարլ Ազնավուր, տարվա վերջին նկարիչների միությունում լինելու է մեծ ցուցահանդես, 10 երեխա մեր դպրոցից ներգրավված են։ Դրա հետ զուգահեռ մրցույթներն են շատ տարվա ընթացքում, որոնց որ ակտիվ մասնակցում ենք, բավականին շատ մեծ հաջողություններ ունենք։ Ի ուրախություն ինձ, իմ համար այս տարի ամենամեծ ուրախությունն եղել է մեր երգչախմբի հաջողությունը, որ Art Music մրցույթում առաջին տեղ զբաղեցրեց։ Ընդամենը 2 տարվա ստեղծած, 2 տարի չկա իրականում, 1.5 տարվա ստեղծած երգչախումբ ու մեծ հաջողություն։ Նվիրված աշխատում են բոլոր աշխատողները մեր հետ միասին, իշա մատաղ սերնդի, վաղվա սերնդի, հուսով ենք ամեն ինչ ստացվում է, այս պահին ծնողները շատ գոհ են, աշակերտները շատ գոհ են, հաջողությունները մեծ են ու շոշափելի, ուրախ ենք դրա համար ու հուսով ենք, որ դա շարունակական լինելու։ Ու իդեպ ասեմ, որ նաև մեր աշխատանքը իրականում վարակում է։ Կողքի դպրոցներին, կողքի համայնքների դպրոցներին, որոնք որ տեսնում են ոնց որ դու ինչ ես անում, իրենք էլ են փորձում ավելի շատ աշխատել, անցած տարի մեծ ցուցահանդես ենք ունեցել Երևան Քոչարի անվան թանգարանում, հուշագրի շրջանակներում, իրականում Քոչար 125-ի շրջանակներում մենք հետաքրքիր մտահոգություն եղավ, հանձնարարեցինք երեխաներին էպոս ընթերցել ամառային արձակուրդներին։ Էպոս ընթերցելուց հետո սեպտեմբեր ամսին արդեն դասերի ընթացքում հասկացանք, որ երեխան է ընթերցել, որը չի ընթերցել, ու կարդացած երեխաները անցան աշխատանքի էպոսը վերարտադրել։ Ամեն մեկը իր դրվագը նկարեց, շատ սիրուն մեծ ցուցահանդես ունեցանք,
թանգարանում գրեթե 10 օր փակցված մնաց մեր դպրոցի աշակերտին։ Դա կարծում եմ մեծ հաջողություն է Հրազդանի երեխաների աշխատանքները Քոչարի թանգարանում 10 օր փակցված մնալը։ Սամսոն ջան, մենք մաղթում ենք քեզ էլի հաջողություններ, շատ ճիշտ աշխատանք ես հանձնարարել քո ձեռքում եւ ինչքանով արդեն հասկացանք, շատ ճիշտ, այսպես ամեն ինչ ընթանում է իր հունով։ Դա շատ լավ է։ Հաջողություններ ենք մաղթում ու ուզում ենք նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինին, որպեսզի յուրաքանչյուր հաղթանակ նշվի հենց այս գինու հետ միասին եւ էմոցիաներ նվիրենք, արև բացիկներ եմ ուզում քեզ նվիրել, որը նախատեսված է հարազատ ու սիրելի մարդկանց նվիրելու համար, այստեղ կարևոր բառերն են, որը հաճախ հենց այս բառերի կարիքն ունեն մեր դիմացիները, բայց մենք մի քիչ ժլատ ենք գտնվում եւ չենք ասում այս բառերը։ Ձեզ նվիրեմ Սայաթնովայի խոսքերից, չկա քիզի նման, քիզ նման, դուրիսան նման։ Նվիրի Սայր մարդուն, ով հենց այս բառերի հեղինակն է քեզ համար։ Եվ մաղթենք քեզ հաջողություններ։ Սատանը կմնա մեր։ Հիանալի է։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ, հրավերի համար, լուսաբանելու համար, այդ ջեր մթնոլորտի համար։ Դե ինչ կլինի կարծրատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Սիրելիներս, ահա եկավ այն պահը, որ պետք է ամփոփենք, ձևավորենք եւ իհարկե մատուցենք։ Իսկ ինչ էր պետք ձևավորման համար։ Այս գեղեցիկ կանաչիները, այսինքն ընդհանրապես կարմիր պոչիկներով սպանաղ, որը այսպես գեղեցիկ պարզապես կդնենք մեր աղցանի երեսին, ահա, այսպես որքան շատ լինի, այնքան գեղեցիկ կստացվի։ Իհարկե կարելի է արանքում փշրել նաև այն թխված քաբլիտները, որով հիմք պատրաստեցինք, սիրելիներս, որպեսզի ավելի եւ համեղ լինի, հագեցնող եւ իհարկե գեղեցիկ, այսպես։ Իհարկե անպայման ձողիկներից եւս ավելացնենք, ես երկար այսպես շերտերով կտրատել եմ եւ իհարկե ավելացնենք նաեւ ձողիկները։ Եթե նույնիսկ այսպես թափթփվի շուրջը, թող լինի ոչինչ գեղեցիկ եւ էսթետիկ, ինչու ոչ։ Ահա այսպես եւ իհարկե սամիտ եւս կավելացնենք, ամբողջական սամիտ, այսպես խառը կլցնենք եւ գեղեցիկ կմատուցենք։ Շատ եթերային, շատ այսպես գարնանային, գեղեցիկ աղցան է ստացվում, ահա այսպես, պատրաստեք, մատուցեք, վայելեք եւ միշտ մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ, սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում, լավ եղեք, առողջ եղեք եւ մշտապես մեզ հետ կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինեին, այո, շատ համեղ է ստացվել, Եվ շատ գեղեցիկ։ Այո, քիչ հետո միասին կճաշակենք, բայց չենք մոռանա այս ամենը նաև լրացնել Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող կոմպոտներով, որոնք այս առավոտ հաստատել ավելի քաղցր կդարձնեն մեր առավոտը եւ իհարկե երեկոյան էլ արդեն օրը կավարտենք ռոզե փռուն, այո, բրիզ գինիով, ինչը կարծում եմ ճիշտ համադրություն կլինի օրվա ավարտին։ Եվ գինու հետ առանձնացրեք իհարկե պանիրների լայն տեսականի, որ առաջարկում է Elo ընկերությունը։ Այս ընկերությունը առաջարկում է նաև կատնամթերքի լայն տեսականի, որոնք պատրաստված են բացառապես անարատ թարմ կաթից։ Հաճախ խոսքերը չեն հերիքում հենց էմոցիաները փոխանցելու համար, իսկ ամենակարևորը, հավատացեք, մեր դիմացիները ունեն հենց այդ խոսքերի կարիքը, հատկապես տոնական օրերին, իսկ առջևում վերջի զանգն է, շրջանավարտներին պետք է նվիրել այն էմոցիաները, որոնք իհարկե հենց այդ օրը շատ կարևոր են։ Նվիրեք էմոցիաները արև բացիկներով, որտեղ ներառված է վերջին զանգ Թաթա Սիմոնյանի երգի բառերը, որոնք հատուկ հենց այս օրվա համար են, իսկ ներսի հատվածում կա հնարավորություն գրելու ձեր բարեմաղթանքները, իսկ հետևում արդեն QR կոդով հեռախոսը մոտեցնելու դեպքում միանգամից միանում է հենց երգը։ Սա շատ կարևոր է, որտեղ յուրաքանչյուրիս համար շատ կարևոր ու նշանակալից օր է վերջին զանգի տոն, այնպես որ բացիկները հարցրեք Կայզեր սուպերմարկետում եւ քաղաքի ծաղկաշատ եւ քաղցր վայրերում։ Սիրելի աղջիկներ, եւ հենց վերջին զանգի առիթը եւ առհասարակ բոլոր առիթները վստահեք Բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Չմոռանանք նաև Barber Shop Master Right, որը գտնվում է Ալբանյան 37 հասցեում, այնտեղ միանշանակ կդառնաք արագ գեղեցիկը կամ աշոտ երկաթը եւ կգերեք գեղեցիկ սերի սրտերը։ Սա շատ կարեւոր է, այնտեղ յուրաքանչյուր օր պատրաստ են պրոֆեսիոնալ բարբերները իրենց վարպետությամբ գեղեցկացնել ձեզ ողջուններ բոլորին եւ հատկապես արտաքին։
Ոճային եւ տարբերվող էլ կլինեք Դավնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33, այցելեք եւ ծանոթացեք ամբողջ նոր գարնանային տեսականուն, իդեպ խանութում գործում են նաեւ մեծ զեղչեր։ Իսկ մեր հասցեն յուրաքանչյուր առավոտ նույն է ATV ուղիղ եթեր առաջին ծրագիր, Սուրեն, Սոնա, Ադրինե եւ մեր հրաշալի մեծ թիմ, ովքեր պատրաստ են ամեն առավոտ ձեզ համար կազմակերպել արևոտ ու պայծառ ժպիտներ։ Եվ չմոռանանք, որ այսօր այս ամենը պատրաստված էր Սիրով։